հուզված եմ, մի քիչ ոտված, բայց մի բան գիտեմ, որ երբ որ Սուրբ Հոգին սկսում է գործել, այդ ամեն ինչը գնում է, մոռանում ես, որ երբ որ վստահում ես իրան, հասկանում ես, որ դու չես։ Ու շատ կյանքում ինչ-որ բաներ ուզեցել ես անես, տենց խառնված, վախեցած գնում ես, ասում ես, վաղուց կլինի, ինչ կլի, մեկ էլ Սուրբ Հոգին անում է, դու էլ չես հասկանում ոնց եղավ, դու տեսքի չկա իրել, Սուրբ Հոգին արեց, բայց դու էր այդտեղ։ Վաղը մեր քրիստոնեական երկիրը տոնում է Սուրբ Հոգու գալուստը, Պենտեկոստե։ Այդ 3 տոն կա, որ շատ կարևոր է։ Մեր Տիրոջ ծնունդը, հարությունը, մեկ էլ հոգեգալուստը։ Տեր Հիսուս ասեց, լավ է, որ ես գնամ, որ հոգին գա։ Սուրբ Հոգին հիմա երկրի վրա գործում է, գիտեք, այս ամեն ինչը Աստված որ արարեց, իր նմանությամբ մեզ ստեղծեց, հետո Հիսուսը եկավ, գնեց մեզ իր արունով ու ասեց, ես եմ ճանապարհը։ Այդ ճանապարհը գնալու համար մեծ մի հոգի էր պետք, որ այդ ճանապարհը այդ հոգին հենց Սուրբ Հոգին է հիմա երկրի վրա։ Երբ որ մեր Տեր Հիսուսը հրաշքներ էր անում Սուրբ Հոգով, ասեցին, փարիսեցիները ասեցին Բեղզեբուղի, այսինքն դևի հոգով այս անում։ Տեր Հիսուսը ասեց, ով Սուրբ Հոգին հայոյի, էլ ներում չի գտնի, փրկություն չի ստանա, որտեվ իրեք Սուրբ Հոգին է հիմա, որ վերջի հույսը մարդկության Սուրբ Հոգին է։ Էլ Տերը չի գալու, երբ որ գա արդեն գալու է որպես դատավոր, ոչ թե փրկիչ։ Ես ուրախ եմ, որ ճանաչել եմ Սուրբ Հոգուն, ճանաչել եմ Աստծուն, գիտեք, եթե ինձ հարցնեին 20 տարի առաջ, կասեի, որ հավատում եմ Աստծուն, գիտեմ, որ Աստված կա, բայց ուղղակի խոսքեր էր էդի։ Երբ որ Աստված հայտնում է մարդու կյանքում իր Սուրբ Հոգին սկսում է գործել, այդ վաղ ճանաչում ես, որ Աստված իրականից կա Աստված։ Ուրեմն Հռոմեացիս 14:17-ը ասում է, որտեղ Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չի, այլ արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգով։ Եկեք ասեմ, արդարություն, խաղաղություն եւ ուրախություն ու վերջ Սուրբ Հոգով, որտեղ իրական կատարյալ ուրախությունը, խաղաղությունը մենակ Սուրբ Հոգով է ալնում։ Աշխարհն էլ ունի իր լրիվ ուրախությունն էլ ունի, խաղաղությունն էլ ունի ճակերտների մեջ։ Երբ որ ինչ-որ միտեղ, չգիտեմ, ուրախանում են, խնջույք քալում, բան, էդի ժամանակավոր բան է ու վերջում, չգիտեմ, մարդը գնում է հաջորդ օր էլի զարթնում է, էլի իր նույն հոգսերով, իր նույն, չգիտեմ, մտածմունքով, իր նույն դարդերով, աշխարհը ասում է դարդերը, չէ։ Այդ իր դարդերը իրան էլի հաջորդ օր միջև մյուս, չգիտեմ, ծնունդն ու կնունքը կամ նոր տարին կամ չգիտեմ ինչը։ Բայց Սուրբ Հոգին, երբ որ գալիս է այդ ուրախությունը ու այդ խաղաղությունը մեր մեջ բնակվում է արդեն, ոչ թե ինչ-որ մի բան պետք է անենք, որ լինի արդեն մեր մեջ է էդի։ Իրեք մի հատ վկայություն եմ ուզում ասեմ, որ տարիներ առաջ մի հատ քույր, տարիքով քույր էր, ուրեմն իր հանդեպ տենց մի տեսակ բան էր, տրամադրվածություն էր, ծառայության հետ կապված, ասենք, բան չէր, տենց որ չգիտեմ, մեր մեջ բան չէր եղել, ուղղակի ծառայության մեջ մի հատ տենց իմ մեջ բան էր, ու մեջս սպայել է տենց անդադ, ոնց որ տրամադրվածություն էր ուղղակի, մեջս տենց իր հանդեպ ու տենց մի տեսակ անհանգիստ էի ես ինձի, բան ու մի օր աղոթում եմ, ասում Տեր, մի բան պետք է արվելիս դրա հետ չեմ կարող անեմ, ասեց գնա իրայից ներողություն խնդրի։ Ախ, բան չեմ արել, որ ներողություն խնդրեմ։ Ուղղակի իմ մեջ տրամադրություն, ուզում եմ այդ տրամադրվածությունը ինձ հանեց։ Գնաց ասեցի, գիտես, սենց տարիներով որ ասենք տրամադրված եմ, ուղղակի այս ինչ բանի համար ու ասեցի։ Ժպտաց ու ինձ գրգեց, տարիքով քուր էր։ Գիտեք, հենց այդ արդարություն, խաղաղություն ու ուրախություն է Սուրբ Հոգով։ Որտեվ գիտեք, կարող է մենք ճիշտ լինենք մեր հարցերում, ինչ որ միտեղ,
ճիշտ լինենք ու մարդուն ճիշտ ձևով դատապարտենք, դատենք, չնայենք, թարթնենք, չբարվենք կամ չգիտեմ, չբարվենք, բարվենք, ուղղակի ձևական բարվենք, բայց Աստծո արդարությունը այս ձև չի։ Ասում եմ, եթե քո դեմ բան ունի, եղբայրդ կամ քույրդ գնա, այդ հարցը լուծի շուտ, որ խաղաղություն գա։ Եթե ինչ-որ մեկի հաշ չես, չի կարող այդ խաղաղությունը գա, չէ՞։ Աստված այդ ամենը տվել է Սուրբ Հոգու մեջ, բայց աշխարհն էլ ունի իր այդ ուրախության ձևերը տալու մարդուն, ասենք խմիչքի մեջ, չգիտեմ, այն մեկին թմրանյութի մեջ, բայց այդ սկիզբն է տենց ուրախությունով գնում, կարծես։ Իսկ վերջը ի՞նչ է դառնում։ Իսկ Սուրբ Հոգով ուրախությունը հակառակ, ինչքան գնում է ուրախությունը կատարել է դառնում ու վերջում հավիտենական ուրախության մեջ են կլելու։ Մի հատ ուրեմն հարսանիք էր, ես ծիրում եմ վկայություններով, էլի խոսակ ժողովրդյան, իմ կյանքից վկայություններ շատ եմ տալու։ Հարսանիք էր, հոգևոր հարսանիքի մեջ հարսանիք էր, խմիչ չկար։ Ես էլ դեռ չէի ապաշխարում, դե նստեցինք, այս օֆիցիանտին կանչեցինք մի քանի հոգով խմողներով, որ պիտի խմենք, որ ուրախանանք, չենք կարող ուրախանանք առանց խմելու։ Ասենք գումարը տվեցինք, ասեց դա չի կարելի, դե ձևերը սովորացրինք, ասենք գնես խանութից առնում ես, արքեզի այսքան, քեզ էլ մի բան տվեցինք իրան, ասենք գնա սպրայթի շշի մեջ բերում ես, տալիս ես։ Լուծում ես սեղան չեն իմանում, որ սպրայթ է։ Ու այդ սպրայթը մի քանի շիշ եկավ, արդեն որ պիտի քեզ լավացա, որ պիտի պարեմ, ասին հարսանիքը պրծել է, տղա ջան գնանք տուն։ Եկա տուն ու մտածեցի, նստել եմ, ասում եմ, բա այդ մարդիկ ոնց են առանց խմելու ուրախանում, հետաքրքիր է։ Բայց ես խմեցի, ինձ օգուտը մնաց առավոտը գլխացավը, որ զարթնեմ գլուխս է ցավում, վերանս է չորանում։ Ու մի քիչ մտածեցի, բայց այդ մտածելը մի քիչ էր։ Հետո անցա էլի իմ նույն կյանքին։ Միջև էդ ասեմ, որ երբ որ ես բանակից եկա, չայել էի, որ պապաս տարավ ինձ մի հատ գործի դրեց, ես չեմ սովորել ընդհանրապես դպրոցում, ինձ ծեծում էին սովորելու համար, դպրոց չգնալու համար, ընդհանրապես չեմ սովորել։ Ու միշտ տենց ոնց որ ասում եմ, ինչ սա պետք սովորելը, սովորեմ, որ ինչ լի։ Չգիտեմ, լավ եմ արել, լավ չեմ արել, բայց Աստված ինձ սենց գտավ, սենց սիրեց, սենց բերեց իրան։ Ուրեմն, երբ որ բանակից եկա, պապաս տարավ գործի դրեց ու մի հատ մեքենա առավ տվեց ինձ, մամայիս տարավ սուրբ սարքից մոմ վառելու, հետ գալուց մի հատ մարդ գցեցի տակը։ Ու սենց մտածում եմ, ասում եմ, լավ, մամայիս տարել եմ եկեղեցի, որ յանեմ Աստված կա, բախի սենց եղավ, բայց էլ լավ բանի համար եմ իբր թե արել։ Ու տենց ոնց որ արդեն դարավ իմ համար սենց սովորական Աստված կա, բայց չեմ ման որտեղ է, առաքելական եկեղեցին ոնց որ տենց չեմ հասկանում, բայց մեջս կա տենց, որ Աստված կա։ Հետո գնացի մի հատ բախտագուշակի մոտ, Ղուկասավան, ասում էին լավ բախտագուշակա, գնացի, նայեց բան, մի հատ թուղթ գրեց, բանով արաբերեն տվեց ինձ, ասեց բան արա։ Եթե որ միշտ ջեբդ պայս, քեզ հաջողություն կգա։ Ու այդ հաջողություն սկսեց գալը, անդադ կռվների մեջ, մեքենայով շուռ եկա։ Ու այդ արանքում մամաս 98 թիվները արդեն մամաս գնացել էր հոգեգարստական եկեղեցի։ Ու այս եղբայրները մամաս ասեց, ինչ-որ մի բան են չէ, էլի մի հատ կանչենք աղոտ կանեն, դե ես էլ ասի կանչի թողան, դե հիմա բայց չեմ հասկանում ինչա։ Եկան խոսացի իմ բան, ասեցի, պատմեցի, որ սենց, ապեր ասին, տանես կվեկալ է դրել ես ջեբդ, ինչ ես զում բերել է բեր։ Վերին աղոթեցին, իմ արել աղոթեցին, էդ վերցրեցին, շպրտեցին, ու ասացին, նայ, Աստուն պտի ընդունես, որ կյանքդ փոխվի, Աստված կարա քո կյանքը փոխի, ասեցի, հա, բայց էլի գնացի իմ ճանապարհով էլի, նույն աշխարհիկ ճանապարհով։ Էլի տենց իմ համար ապրում էի, ամուսնացա։ Հետո գիտեք, Աստծո խոսքը ասում է, Տեր Հիսուսը ասեց, եթե երբ որ դևը դուրս է գալի, գնում է անապատ տեղերը, չէ, շրջում է հետ է գալի, տենում է դատար մաքուր,
գնում իրանից ավելի զորավոր 7-ին է վերցնում գալիս է։ Իմ կյանքը գնաց արդեն լրիվ այդ խաղամոլությունից բռնած, այս կազինոներից բռնած, չգիտեմ, ամեն ինչ աշխարհում ինչքան կեղտոտ բան կա, դրա մեջ մտել եմ, որտեղ գումարը կար, տանում էր, հետո սկսեցի խմել։ Շատ էի խմում։ Խմում էի ու դրա մեջ էի գտել ոնց որ ինչ որ, չգիտեմ, այս կյանքի իմաստը, ուրախությունը, չգիտեմ, խմում էի, ուրախանում էի։ Բայց գիտենք դրա վարձատրությունը ինչ է խմիչքի վերջում։ Ու եկա մի ժամանակ այդ խմիչքը դարավ արդեն թմրանյութ։ Ամուսնացա 2 երեխա ունեի, հետո բաժանվեցի, գիտեք սադան որ գալիս է սկսում է խառնելը։ Ասում է գողը որ գալիս է, չի գալիս։ Գալիս է որ գողանա ու սպանի։ Հովանես 10-10։ Բայց ես եկա ասում Տեր Հիսուս, ասում եմ եկա որ կյանք ունենք ու էլ ավելի։ Միջև այդ էլ ավելին չճանաչենք, այդ գողանթը թալանում է, միջև սպանելը։ Հասկացեցի թոնանյութ ու տենց անցավ ժամանակ բաժանվեցինք ու ես արդեն էլ իմաստ չկար, կյանքից իմաստ չէի տենում էլ արդեն ինչ գնում էի 2 անգամ կինս ինձ բան ա տվել, միլիցիա ա տվել, որ գնում էի երեխեքին ներոջ չէր թողում, դուրը ուզում էի ջարդեի, ինձ զգուշացրեցին, ասում մի անգամ ստեղ եկել ես կդատեն քեզի։ Ու տենց անիմաստ ապրում էի, միջև էլ էր անիմաստ, ավելի անիմաստ դարձավ կյանքս։ Բայց մամաս, որ հավատքի մեջ էր, միշտ աղոթել է, խորհուրդ եմ տալի այն մարդկանց, ովքեր իրանց հարազատներ ունեն, մի թուլացեք աղոթքի մեջ։ Երեք Աստված ձևերը գիտի, ամեն ձևը գիտի, բայց մեկ մենք աղոթում ենք ու ձևեր ցույց տալի Աստծուն, Աստված լավ գիտի ումին ձև է բերում իրան։ Հետաքրքիր է, որ Լիանան հայտնվեց կյանքումս, ծանոթացանք ու ինքը հավատքի մեջ էր, ես էլ այդ վիճակին։ Ինքը կարող է կա այդ ինձ էր, բայց ես միշտ ասում եմ կռվ է տալի Աստծո, ոնց կլի ինքը ասում էր Աստված, ասում էր ինքն է։ Ինձ միշտ ասելուց ասում եմ Աստված ինչքան է ինձ սիրի, որ Լիանին համոզեց, որ պատկերացրեք հավատացյալը ու ծառայում է, պատաներիներից էր ծառայում այդ ժամանակ։ Եկեղեցում ծառայող ու Աստված մի հատ նարկոմանի բերում ասում է դուք դիր այդ ամուսնանաս։ Աստված ինքան էր ինձ սիրում, որ Լիանին կարացավ համոզել։ Ու Լիանը երբ որ հայտնվեց ու մամայիս հետ արդեն իրանք երկուսովին, ես մենակ իհարկե մամաս էր մենակ, իմ համար աղոթում ու երկուսով ու ավելի տենց ոնց որ երբ որ երկու հոգի ասում եմ մի բանի համար միաբանվում են երկրի վրա, դեր լսում է ու կատարում է։ Սիրով չգնաց ես, սեր ինձ չկարացավ տանի, այդ սերը, Աստծո սերը։ Ու հետաքրքիր էր 2006 թիվն էր, այդ ժամանակ, երբ որ Լիանն ասեց 2005-ին ենք ամուսնացել, 2006-ին ասեց գնանք ճամբար։ Ասի գնանք, ես չեմ հասկանում այդ ինչա։ Ճամբար հասկանում եմ, պետք է գնամ հանգստանամ մի 4 օր։ Վերցել եմ գարեջը, լցրել եմ սիգարետներս զապասով, գնում ենք ճամբար։ Ուրեմն մտել եմ ու առաջի օրվանից մի հատ անեց մեջս բանա գնում, կռվա գնում ու գժվում էի արդեն։ Այն վիճակն է, որ դե սուփոք ներկայությունն է ու ես էլ այդ վիճակին չեմ հասկանում, բայց ինչա կարամ։ Լիանն այդ տանտակ կռվ ենք անում ու քիչ էր մնում բաժանվեինք այդ ժամանակ, բայց հերջ մի կերպ այդ ճամբարը մի կերպ տարա եկանք, դե չհասկացա այդ ինչ էր։ Մինչ այդ ասենք քիչ էի այդ դեղը անում, նարգոտիկը քիչ էի օգտագործում, տենց կարող էր ամիսը մեկ, ասենք 2 ամիսը մեկ կամ խմում էի շատ։ Եվ ճամբարից եկանք սկսեցի ավելի շատ նարգոտիկ օգտագործել, քան խմելը։ Թարս գնաց լրիվ։ Բայց սպասում եմ, որ պետք է ինչ-որ մի բան մեջս փոխվի, սկսեց հակառակը գնալ։ Ու մի տարին տենց անցավ։ Այդ մի տարվա ընթացքում մի օր ասեց Աթոյանը բան կա, ժողով կարող է գաս հետս գնանք, իրիկվա տենց աուտկա ժողով էր, ասի գնանք, բայց ես չեմ հասկանում այդ ինչ է էլի։ Ու բան եմ օգտագործած, ծխել եմ այդ
պլան եմ ծխել, մարիխոնա ինչա չգիտեմ, ոնց են ասում, պլան են ասում։ Ասեց գնանք, ասի գնանք, ես էլ ուրախ գնացել եմ։ Ուրեմն նստել ենք բանի դալիճում, ես մտա ու անցային պատի տակը նստեցի, ինձ այնց sense դարոլ, այն կողմից տեղ չկա դուրս գալու, այն ամենավերջը նստել եմ։ Շորտ եկա նստեցին, փառաբանություն սկսեց ու մեկը ներսիցս ինձի ծեծում է բոքսերով։ Դևը ներսիցս ծեծում է։ Ես ոնց են մարդուն խփում բոքսով, այդպես խփում էր, բայց ներսիցս։ Հիմա այն ժողովրդին բրտելով, սաղին շպրտելով գնացի դուրս գցեցի ինձ։ Լիանը հետևից եկավ, ասում են, ինչ եղավ, ասում եմ, ոչ մի բան, ասում եմ, գնանք, ասում եմ, չէ, դու գնանք, ինչ ես արա թող մի հատ էստենա մեզ ինչ է կատարում այդպես։ Հա, որ գալիս է գողանալու, ասացինք, չէ, Հովանես 10:10, ասում եմ, գալիս է գողանալու, սպանելու։ Գողանում է ուրախությունը, խաղաղությունը, էլ արդեն այն ուրախությունը, որ ինչ-որ դրանց մեջ դու ունեիր, այդ ուրախությունը դառնում է քո համար արդեն բեր, հոգս, որ ուզում ես ազատվես, չես կարում։ Շատ անգամներ սիգարետ ասել եմ, վերջել չեմ ծխելու, ու հասկացել եմ, որ 2 ժամ հետո այդ չեմ ծխելու, ես չեմ կարում։ Չեմ խմելու կամ չգիտեմ, չեմը տևել է մի քանի ժամ։ Ու անցավ տենց մի տարին 2007-ին լիանացեց էլի գնանք ճամբար։ Մտքից, եսի մտքից, մտածեցի ասի, տենանք, գումար կլի կգնանք, բայց գումարն է եսի միշտ գումար չէր։ Կոպեկներ են, դե 10,000 ինչ էր, 2 համար, 12,000 էր, 2 հոգու համար 4 օրը։ Ասի տենանք, գումար կլի կգնանք, չիլի չեն գնա։ Ու գնացի, հա, միջև էդ մորաց ասեմ, 2006 թվականին Վազգեն աղբերը բանակից նոր եկած էր, եկել էր Լեանին ճամբարում բան գրքեր տվեց, բան Դերեկ Պրինսի, ընդ որ վաճառվի, ասեց դու կհետևես էլի այդ գրքերին ու գնաց։ Ասեց ով էր, ասեց մեր եղբայրներից է, բանակից նոր է եկել։ Հաջորդ օրը այդ գրքերից մի 15 հատ կորավ։ Ասի տեսար այդ ավադացիալերը, տենց այդ են սարքում են, հեսա այդ փողը մեր վրա մնաց, պտի տանք, բայց ոնց է, ինչքան է վերջը։ Բայց այդ գրքերը հայտնվեց։ Հաջորդ օրը Դավիթն էր վերցրել մեր բերեց, ասեց մանեկա չգտա, մարդը եկել էր ուզել էր տվեցի, գումարը տվեց, վերջը։ Այդ գրքերը հայտնվեց, բայց այդ տրամադրվածությունը Վազգեն աղբոր հանդեպ ոնց որ մնացել էր մեջս, սենց անթադ ոնց որ բան է անում։ Դու գիտեք, սատանա ոնց է, եղբայրների մեջ կռիվ գցող է, այդ կեղտը բերող, որ մեջը սկսի արդեն սենց թույնավորել, մեջը սկսի, ասենք, նեղել այդ մեջը, ու ասեց, եկա ասի լավ, կլինի գնան, գումար կլինի, չիլի չեն գնա։ Գնացի իմ աշխատանքին 3 օր էր մնում, որ գնային ճամբար։ Ուրեմն համաշխատում էի, դե պիտի աշխատես։ Աշխատում էի, ինչքան կարում էի, խաբում էի, ինչքան կարում էի, վերջը, որ գումար էլի սրսվելու համար։ Մի հոգի պետքա գումար բերեր, երկուսիս համար, երկուսով էինք այդտեղ, գումար բերեց, տվեց, որ պիտի գնանք, մեզ է սպասում են ընդեղ, որ պիտի գնանք այդ գումարը տանենք, գնան դեղ բերեն, որ դեղ սրսկվենք։ Այդ ճանապարհին գնալուց ուրեմն ճանապարհին գնալուց ուրեմն տեսիլքի նման սենց եկավ առաջած ուրեմն մարդիկ գալիս էին ու սենց անդունդ էր, ընկնում էին ընդեղ կրակի լիճ էր։ Սա սենց գալիս էին ընդեղից լացի ու սենց խնդրակի ձաներ գալի, որ բայց արդեն ուշ էր։ Ստեղի ժողովուրդը, որ գնում են, սա ուրախ էին գնում, միջև հասնել այդտեղ։ Ու ես չեմ հասկանում, բայց քայլում եմ, ես չեմ հասկանում այդ ինչա։ Քայլով գնում եմ ու տեսա, որ ես 3-րդ, 4-րդ սենց ոնց որ շարքերում եմ արդեն։ Սենց շարք գալիս են ու գնում են։ Ու մի ձայն հետո հասկացա, որ Աստված էր ասես նայի, դու ես այդ ճամփին ընդ դու կարաս ընտրես այս դուրս գալը։ Ես քեզ կօգնեմ ուղղակի, որոշումը քոնն է։ Սենց այդ բանից տեսիլքից դուրս եկա, բայց քայլում էի այդ ժամանակ։ Նենց էր որ նայեցի, որ աղին եկել եմ։ Աղին ասած մի 5 մետր էլի, աղին չէր այդքան, բայց այդ տեսիլքը ոնց որ շատ երկար տև էր։ Բայց որ հետո գալիս էր գումարը իր բաժին տվեց իրան, ես հիմա ասի չեմ գալիս, բայց ինչ համար ասի
չեմ կարա գամ, չեմ կարա բացատրեմ ինչի համար։ Հիմա որ բացատրեմ դու չես էլ հասկնա։ Ու սենց կանգնած աստեղը որոշեցի, ասեցի, էլ ոչ ման չեմ անելու։ Ծխախոտից բռնած լրիվ թողում եմ սիգարետը։ Բայց ոչ մեկ չէր ասել, որ սիգարետը մեղք է։ Այդ իմ աշխատանքի տեղն էլ դեպ այր էր ելում, ասենք դե շինարարություն եմ աշխատել, շինանյութը շատ վերցնում ենք, տան ծախում ենք, բան, այդ դրանք լրիվ ամեն ինչը ոնց որ մեջս եկա, որ դրանք լրիվ բան է, մեղք է, վատ է։ Այն մանր բաներն է, որ ասենք մանր սուտ խոսալը բան, ամեն ինչը ցենց մի անգամից մեջս բացվեց, ասի վերջ փոխվում եմ, ես իմ կյանքը պետք է փոխեմ, չեմ կարող այդպես ապրեմ արդեն, վախեց իհարկե, բայց փարտիրոջը որ իր սերը ճաշակելուց հետո իր սերն է հիմա պահում, բայց այդ վախը կա ամեն դեպքում։ Ոչ թե սարսափ վախ, բայց կա այդ վախը ու լավ է որ կա։ Ես ուզում եմ որ բոլոր հավատացյալները այդ վախը իմանան որ կա այդ բան կա, որտեվ շատ ժամանակ այդ վախը չիմանալով շատերը իրոք սերը բանենա շահգործելով սխալ բաների մեջ են գնում ու հայտնում են ընդ որ չեն վախենում։ Ուրեմն ու տենց եկատուն Լեանային ասելյան գումար վերցրեք գնում եք ճամբար։ Ու մտա սենյակ, ասեց հաց ես ուտում, ասեցի չէ, բա կոֆե խմես, ասի չէ։ Ու զարմացա, որովհետև խմում եմ 25 բաժակ կոֆե ամեն օր։ Ու ամեն կոֆե հետ 2 հատ սիգարետ էի ծխում։ Մտա սենյակ մի 15-20 րոպե հետո մի հատ էլ դուռը բացեց, ասեց «Իմը կոֆե չես խմում», ասի չէ, հասկացավ, դուռը փակեց։ Այդ սենյակից մեջ ուրեմն ես 2 օր էր ճամբարին մնացել, 2 օր ոնց որ ասվետ բաներ իմ հարցերի ոնց որ պատասխան էի ստանում, չգիտեմ ինչ հարցեր չեմ հիմա չեմ հիշում, բայց հարցեր կային իմ մոտ, որ այդ հարցերի պատասխան էի ստանում, որ ես այդ հարցը չէի տալիս ես բերան, բայց իմ մտքի մեջ այդ հարցը անում ինքնի պատասխանում էր ու այդ հարցերը ինձ շատ այդ պատասխանը ինձ շատ այնց դիրոջը բան արեցին, հավանեցի ոնց որ։ Հա, դուրեկան էր այդ պատասխանները, բայց փառք Աստծո հիմա էլ հարցեր կան, ինչի որ իմ ասա հարցերը, հիմա էլ ավելի շատ հարցեր, ինչքան մոտիկա մեզ ասում, այնքան հարցերը շատանում է, իմ մոտ չգիտեմ, ում մոտ ոնց է, բայց իմ մոտ տենց է։ Ուրեմն ասի գնում ենք ու Լեանինն էլ չէի թողում քնի գիշերները։ Գիշերը ասում էի մի հատ հարց էի տալիս, ասում էի բա Աստված եթե ես էս ասում էր գնա եղբայրներին հարցրա, ես չգիտեմ, գնա եղբայրներին հարցրա, չէի թողում քնեմ էլ երկու բան էր անում։ Որ եկանք գնացինք ճամբար, ուրեմն առաջի օրն էր։ Վրանի տակ էինք։ Հենց առաջի գիշերը մի հատ երազ տեսա, սարսափելի երազ։ Ու վեր թռա Լեանան ասեց բանը, այդ ինչ էր ասի, երազեր ու սկսեցի երազը պատմել, հիմա այդ երազը չեմ հիշում, անկեղծ չեմ հիշում։ Այդ երազը պատմելու ընթացքում բաներ վրանի հետևից առյուծի մռնչոցով մեկը այս մասից բռնեց կարշապարը։ Ու այնպես էր 20 օր ես կաղում էի, ցավում էր այդպես ցավում էր, ասում եմ չլսեցիր, այդ ինչ էր, ասում եմ ինչ է, ասում եմ չլսեցիր այդ մռնչոցը, այդ առյուծի պես մռնչում էր, ոնց է բռնեց, կծեց։ Հա, նո հետո եմ հասկանում, Աստծո գիտեք, սատանան ինքը ընդհանրապես բան է։ Կրկնօրինակող է, պատենտանող է, բայց իր պատենտները շատ կեղտոտ ու չգիտեմ, ինքը այն հաճույքները, որ Աստծո մեջ ամենամեծ հաճույքը, որ այդ հաճույքը ինքը պատենտ արե, չգիտեմ, խմիչքներու այս ինչ բաների մեջ, ինձ դրա մեջ է տարե, հետո տեսա, որ Աստված ինձ վախով բերեց, ուզում էր վախով հետ տանի, հետո ես հասկացա դա։ Այսինքն տեսա, որ Աստված կարած ինձ վախով տանի, ուզում էր վախով հետ տանի, ես մի պահ մտածեցի, ասի կարող է սխալ տեղ մեկ է, բայց հետո ոնց որ այն ինձ պատասխան տվող Աստվածը մեջս խոսած, որ ասեց դու ճիշտ տեղում ես, մնա։ Հաջորդ օրը, երբ որ մեր եղբայրն էր եկել Ամերիկայից Ռաֆի Ամիրխանին։ Իրա վկայությունն էր պատմում, որ ոնց է ինքը եղել բան թմրամոլ ու Աստված իրան ոնց է ազատել բան։ Դե ես դա որոշել էի, բայց հələ այդ ցանկություն չէր գնացել մեջս։ Այդ ցանկությունը կար, ասենք նենց շատ չէր ճնշում ինձ, բայց կար։ Երբ որ ինքը պատմեց ու ասեց կա մարդ, որ կախվածություն ունի, կուզեմ իր համար աղոթեմ, առաջին ես վազեցի,
ասաց ինչի կախոցին, ասա ամեն ինչ կա աղոթի։ Աղոթեց ու հենց այդ աղոթելու ժամանակ ես ընկա գետին, փռվեցի գետին ու տեսա, երբ որ ասես լնայ աշկերից մեջ հրամայեց, չեմ հիշում ինչ էր բառերը, բայց մեջից տես ասենց մի հատ ծուխ ա դուրս գալիս, կլոր ծուխ։ Իրա դեմքը այդ ծուխի մեջ կորավ ու ես ընկա։ Միջև էտել որ տենց բաներ էր ելում, ասում ես դերասանություն անում, այն 2006 թվականին որ գնացել ենք, ասում ես ինչ դերասանություններ են անում, ընկնում եմ բան, ոչ է։ Ու ես Լիանդան երևի քանի ժամ էին դե պարկած չգիտեմ, որ զարթնեցի տենամ ես ընկած էի, բայց գետին չէի ընկած, ես էլի տենց մի հատ նենց աստու գրկի մեջ ոնց որ լեի, այդ տպավորությունն էր ինձի։ Եվ որ զարթնեցի դալիճի մարդ չկար, մենակ Լիանն էր նստած ու սպասում էր, որ երբ պետք է զարթնեմ, երևի մի 2 ժամ տենց ընկած եմ եղել։ Ու գնաց, այդ անցավ, եկանք տուն, ճամբարը վերջացավ, հիմա արդեն ուրիշ Արմենն է եկե, բայց բաներ կա, հլը մեջս տենց կռիվներ կա, պատերազմ կա, հլը չեմ հասկանում շատ բաներ, հլը ձգում անդե, հլը ընձեից ազատագրվել է, բայց տեղը չի ազատագրվում, հլը չեմ կարում հասկանամ ստեղով, բայց տեղով պետք չի, ստեղն է կարևորը։ Երբ որ 2-3 ամիս էր երևի, անց է մի օր սեպտեմբերն էր, հա, լավ հիշում եմ, սեպտեմբերն էր, տնից դուրս էի գալի, շաբաթ օր էր։ Լիանը զարթնեց, ասեց զգուշ կլես, ասեց փորձություն ա գալու զգուշ կլես։ Դե ես էլ հել եմ, ինձ ասում եմ ինչ փորձություն պետք է գա, որ ես էլ զգուշ լեմ։ Հա, գնացի եկա մեր որտեղ որ մեծացել եմ Երևան քանակերգես, եկա տենամ սեղան գցած ուտում խմում են, հրավիրեցին գնացի նստեցի, այնտեղ նենցա որ գարաժներում նստում են, տենց ուտում խմում են, կարողա տենց հիմա էլ է տենց ամին ջալած։ Վերջ կանչեցին, գնացի նստեցի, հիմա խմի, ասում եմ չեմ խմում, վախի չես խմում, ասում եմ դե ծխելս թարգել եմ, որ հանգարց խմեմ, էլի կուզենամ ծխեմ, հեքիաթ եմ պատմում։ Մեկ էլ որ գարեջուր բերեցին, դեսը գարեջուր շատ է խմում, երևի մի օրեկան մի 5-6 շիշ պարտադիր խմում էի, որ բերեցին հետ էլ ասին, պիպար չես խմում, ասի չէ, դե որ խմեմ պիտի ծխեմ, ու տենց հեքիաթ եմ պատմում, չեմ ասում, որ հավատքի մեջ եմ, չեմ ասում, որ դրանից հրաժարվել եմ, գցում եմ սիգարետի վրա, որ խմեմ կծխեմ, վերջում եկավ ասեց, հեսա գալիս է, անուն չեմ ուզում տամ, գալիս է մեկը, իրա մոտ շատ ուժեղ պլան կա։ Դե ասի կա, մեկա չեմ ծխելու, բայց գիտեք սենց դեմս սևացավ ու վերցրեցի ծխեցի ու տուն գալուց սաղ ճանապարհը սենց ես ինձի տանջվում էի ես ինչ արեցիր, ախր պայլ էր, ես ինչ արեցիր ու գիտեք այն խոսքը ես լգիրք այդքան չէի բանում, բայց այդ խոսքը եկա որ ով ինձ դավանի, ես իրան կդավանեմ, ով ինձ ուրանա, ես իրան կուրանամ, այդ պահին ոնց որ Տերը թույլ տվեց որ էդ դառնա ու ես տանջում եմ, եկել եմ տուն դրանից բան չեմ հասկացել, մենակ տանջվել եմ, լավ տանջվել եմ, եկա տուն քնեցի, առավոտը զարթնել եմ Կիրակիա, այն ժամանակ Երևանում էր ելնում, բանում, Սարյան փոշտի մոտ էր, մեկ էլ Աբովյանում ժամը 3-ին էր ելնում, երկու դենց պաշտամունք էր ելնում, մեկ գալիս ենք Երևան, մեկ գնում ենք, զարթնեցի Լիանին ասի գնում ենք գալիս ես Երևան, ասեց չէ ստե կգնանք, ասի դե ես գնում եմ ընդ հետո գամ իրար հետ կգնանք։ Նստել եմ ուրեմն բանը այն ժամանակ գազելներ էր։ Գազելը նստել եմ միջև բանը գնալը sense ուրեմն աղոթում եմ, ներողություն եմ խնդրում ու ամեն ներողություն խնդրելուց հայր մեր աղոթն եմ ասում։ Հայր մեր աղոթքը երևի մի 160 անգամ ասել եմ, միջև հասել եմ տեղ։ Դե 160 էսի տենց պայմանական ասեցի, դե Աբովյանից միջև իրան քանի անգամ կասես, ես չգիտեմ։ Անցած ասում կներես Տեր, ես ինչ արեցի, սաղ փչացրեցի, որ հայր մեր աղոթն եմ ասում։ Էլի հայր մեր աղոթն եմ ասում սաղ ճանապարհին։ Եկա հասա տեղ, գնացեն վերջում, ամենավերջում են անկյունը ման բալկոնչիկ կար, հիշում ես մտեր եղբայր։ Բալկոնչիկ տակը մութ տեղ նստել եմ իմ համար։ Ու տենց
Փառաբանությունը վերջացավ, երկրպագությունը, Վազգեն եղբայրն է բարձրանում, բեմ, նայում եմ ասում եմ, մեկ էլ ու սկսեց աղոտ կանել Վազգեն աղբերը, ասեց, բժշկություն աստեղ գնում, ես էլ ստամուսի խոց ու դետ, խոցած, որ բռնում էր, իհարկե ուշուշ էր բռնում վերջի ժամանակները, որտև ինչ-որ մի բանի ազդեցության տակ է, երբ որ ազդեցության տակ չես, այդ ժամանակ էր ծաղամ։ Ու ասեց, ինչ-որ մեկի ստամոքսը տերը բժշկում է, թող ինքը իր ձեռը դնի վրան ու աղոտ քանի։ Ես չեմ հասկանում ինչա, ինչ-որ մեկը վերցրեց իմ ձեռը ու դրեց իմ ստամոքսին։ Ես չէ, ինչ-որ մեկն էր վերցրեց, դրեց ու ինչ-որ մեկն էլ իմ մեջից աղոտ քանում։ Ես չեմ հասկանում ինչա կատարում, ուզում եմ ձեռս հանում, չեմ կարում, կպելա վառվում է, ձեռս վառվում է, ստամոքսս վառվում է, չեմ հասկանում ինչա ու պայտակ հասկացա, որ ես եմ, իմ համար այս բժշկությունը գնում։ Ու հետաքրքիր Վազգեն աղբերն է, ոչ թե մենակ ստամոքսից բժշկությունը գնաց, այ իր հանդիպել դե բանն է, չէ՞, տենց ասեցի, որ տրամադրվածություն կար, Աստված որ մի բան անում է կատարյալ։ Ու այդտեղ ոնց որ ներում չեմ ասում, ինչ համար ներեմ, որ ոչ ման չէր եղել, ուղղակի տենց մեջս բան եկավ։ Իր հանդեպ տենց դա գնաց այդ տրամադրվածությունը։ Ու փառք Տիրոջ, մինչև այսօր գիտեք ինձի Աստվածաշնչից մի հատ ամենա տենց բանը որ կապել է պատմությունը, որ Ղուկաս 7-րդ գլուխ բացենք, ուզեմ դրա շուրջ մի քիչ բան անենք, որովհետև այս վերջերս շատ եմ մտածում այդ բանի մասին, որ գիտեք ոչ թե մեղավոր է, մեղք է գործում, որ ինձ ներեց, այ ծառայում է իր թշնամուն, ոչ թե ես էի թշնամուն, իր թշնամուն ծառայում է, այդ իմ մոտ բացվել ասում Տեր, ինչ-որ մեկի թշնամուն ծառայես ու այդ մեկը գա քո համար խաչվի, որ քեզ փրկի։ Ղուկաս 7-րդ գլուխ 36-րդ խոսքից Փարիսեցիներից մեկը աղաչում էր նրան, որ հաց ուտե իր հետ, եւ նա մտավ Փարիսեցիի տունը, սեղան նստեց, եւ ահա այն քաղաքում մի կին կար, որ մեղավոր էր, երբ որ իմացավ, թե նա Փարիսեցիի տանը սեղան էր նստած, մի շիշ անշատ յուղ բերավ եւ նրա ոտների մոտ նրա հետևից կանգնած լաց էր լինում եւ սկսեց արտասուքով նրա ոտները թրջել եւ իր գլխի մազերովը սրբում էր եւ նրա ոտները համբուրում էր եւ յուղով օծում։ Նայեք, ասում Փարիսեցին աղաչում էր, որ իր տուն գնա։ Ըստ նշման մի մեղավոր կին, Փարիսեցին ինչա մեղավոր չէր։ Փարիսեցին էր մեղավոր, բայց իր մեղքը Փարիսեցիները իրանց արդար էին կարծում։ Այն աղոթքի շմեկ Փարիսեցին ու մաքսավոր, երբ որ աղոթք էին ասում էր, ես ամեն օր ծոմ եմ պահում, ամեն օր ես տասանորդ եմ տալիս, եկեղեցի եմ գնում, բայց բոլորն էլ ուզում են, որ Հիսուս իրանց տուն գնա։ Մաքսավորներ էր ուզում, ինքը կանչեց, չէ Հիսուսին, ասեց արի մի տուն գնանք հաց ուտենք, բայց Հիսուսի սիրտը չէր ճանաչում իրան։ Նա շարունակենք ես։ Եվ Փարիսեցին էլ, որ նրան կանչել էր, երբ որ տեսավ իր մտքումը ասում էր, սա եթե մի մարգարե էր, ապա կգիտենար, թե ով կամ ինչպիսի կին է նա, որ իրեն մոտենում է, որտև մեղավոր է։ Սենց տենում ենք էլի, որ մաքսավորը ոնց է, իրան անմեղ է կարծում, ինի մեղավոր է, ինքը անմեղ։ Ինքը կիմանար, որ մեղավոր է, բայց Տերուսը միջետ ասել էր, չի ասում էր, ես եկել եմ մեղավորների համար, եկել եմ հիվանդների համար, եկել եմ ազատություն հռչակելու գերիալներին։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Սիմոն, մի բան ունեմ քեզ ասելու։ Նա էլ ասաց. ասիր վարդապետ, եւ ասեց.
մի փող տվող երկու պարտական ուներ, մեկը 500 դահեկան էր պարտական, մյուսը 50։ Եվ երբ որ նրանք բան չունեին վճարելու, երկուսին էլ շնորհեց։ Արդ նրանցից որը ավելի կսիրե նրան, ասիր։ Սիմոնն էլ պատասխանեց եւ ասեց. ինձ այսպես է երևում, թե նա, որ նրան շատ շնորհեց, նա էլ ասեց նրան. ուղիղ դատեցիր, եւ դառնալով դեպի կինը Սիմոնին ասաց. տեսնում ես այս կինը, ես քո տունը մտա, իմ ոտներին դու ջուր չես տվել, բայց սա իր արտասուքով թրջեց ոտներս եւ իր գլխի մազերովը սրբեց, դու ինձ համբույր չես տվել, իսկ սա, քանի որ այստեղ եմ մտել, ոտներս համբուրելուց չդադարեց, դու յուղով չոծեցիր իմ գլուխը, սա անշահոտ յուղով օծեց իմ ոտները, վասն որը ասում եմ քեզ, սրա շատ մեղքերին իրեն թողված կլինի, որտեվ շատ սիրեց, բայց որին որ քիչ կթողվի, նա քիչ կսիրի։ Գիտեք, ամեն մեկից շատ է թողվել, այս ուղղակի առակը, այսի պայմանական առակ էր, բոլորիս շնորհվելա կյանք, հավիտենական կյանք, ստե ուղղակի գիտակցության պահն է, ով է հասկանում, որ իրան շատ է թողվել։ Ես էլ եմ ասում, ես որ մտածում եմ, ասում եմ, Տեր, ես քո թշնամուն ծառայել եմ, դե գիտեք, բաները, թմրամոլները, իրանք առաջարկում են, սաղն էլ առաջարկում են, ինչքան իրանց այդ շրջանակը մեծանում է, այնքան իրանց օգուտ է, որտև այն մեկը փող չունի, այն մեկն ունի, այն մեկը չունի, ու այդ թշնամին ծառայացնում է, Տիրոջ թշնամին ես ծառայեմ եղել, ինքն ինձ թողել է, հետի որ բացվել էր, ասում եմ, Տեր Աստված, ինչքան մեծ է քո սերը, ամեն բան արեցիր, որ ինձ շահես, ինձ, ես իմ մասին եմ խոսում, բոլորից ինքը շահել է, բայց ամեն բան արեց, վախով, թե սիրով, թե երբ որ կանգնում եմ իր առաջ, հասկանում եմ, թե ինչքան կարող եմ ես, հավատացեք, հիմա էլ որ գնում եմ միտեղ մի բան ելնում, մեկ վրես վստահ գնում եմ ու ունենց աբութալ ենեմ, պատմել եմ ես մի քանի անգամ, մի հատ գործ կար դես, մի բան պետք է արվեր, որ էդի ես անում եմ, մի քանի ժամ էր էդ դրա, ինձ ասեց, եսի կարաս երկու օրում պրծնես, ասի Իսրայել ասն ինչ է, մի երկու ժամ կպրծնեմ, գիտեք ինչքան ատև, մի շաբաթ, չի ստացվում, Տեր ասում եմ, մեկ էլ Տեր հենց ասեցի, Տեր ես ինչա, դու չասեցիր, ես ինչա, երկու ժամ կպրծնեմ, վստահեր այդքան, երբ որ սկսեցի լացելով խնդրել է Տիրոջը, որ իմաստություն դու տարիներ արել եմ հետի, նեն չի, որ առաջ անգամ էր, պրծա մի ժամում, իրեք ինչքան մենք գիտակցենք, որ մեզ ինչքան է թով, ինչքան գիտակցենք մենք, որ ոչինչ չեն կարող առանց իրա, այդքան մենք կզորանանք իրա մեջ, իրեք Սուրբ Հոգին մեզ ամեն ժամանակ, ամեն բանի մեջ սովորացնում, ամեն բան առաջնորդում, մի հատ փուճուր բան է էսի, բայց ուղղակի ուզում եմ վկայեմ, շատ փուճուր բան է թվում, բայց Աստված ամեն փոքր բաների մեջ մեզ դասա սովորացնում, շատ վկայություններ ունեմ, ուղղակի այս մեկը, չգիտեմ, մի հատ մորքուրս կանչեց, ասեց, բան, մեր ծորակը փչացել է, գա սարքեց, ասի, հա, գնացի, տեսա ինչա, գնացի առա, բերեցի տազը ծորակ, դրեցի, որ բան անեմ, մոռացել էի բան բերեմ, մազա թելա բան, որ փաթաթում են պակլիա կոչվում, հայերեն չգիտեմ ինչ է հետի, գնացի, որ էտե առնեմ, ուրեմն տվեցի 100 դրամ, ասի պակլի ունես, ասի սա 100 դրամ տվեցի, չես մի հատ մեծ գուն տվեց, ասի չէ ինձ մի հատ փուճուրն է պետք էլի, փուճուրը տվեց, ասեց, բանա, էսի 50 դրամը, 50 դրամը կանգնի տամ, ասի պետք չի 50 դրամը, ասենց, պետք չի այդ 50 դրամը ինձ ու գնացի վերջացրեցի, մորքուրս ասեց ինչ պիտի տամ, դե ասի ոչ ման, ինչ պիտի տաս, արել եմ, վերջացրել եմ էլ, չէ, ինչ ես տվել, ասի ոչ մի բան, դե մորքուրս ամեն դեպքում, դուրս եկա, ուրեմն մոտս 200 դրամանուց էր, մի հատ 200 դրամանուց, մի հատ 50 դրամանուց, ուրեմն եկա, որ 100 դրամը տվեց եկա, այն ժամանակ 200 դրամ էր մարշրուտին, բանի, գազելները,
100 դրամը տվեցի, որ իշնեմ 200 դրամ ձեռից ընկավ։ Ընկավ ու սենց հենց մարշրուտի մեջ, ման եմ գալի չգտա, վերջի, դե մարշրուտին չեն կարող զբաղացնեմ, քշեց գնաց, նայում եմ ձեռս մնացել է 150 դրամ։ 50 դրամ չէր իք, որ մարշրուտին նստեմ Աբովյանի։ Պետք չէր քեզ այդ 50 դրամ, ես հաշվով եմ քեզ տվել։ Ստից բան է կարծես չէ, բայց իրականում Սուրբ Հոգին ամեն բանի մեջ մեզ սովորացնում է։ Ու հիմա կանգնել եմ ու պատկերացեք այնց է մոտս խառվել իրար, որ կարամ այդ 100 դրամը նստեմ հետ գնամ օրգրուծս թող վերցնեմ, էդի չեմ ֆայմում։ Ասում եմ լավ նստեմ հեսա 150 դրամը տամ, ասեմ 50 պակասում ամաչում եմ, ասում եմ ինչ անեմ։ Վերջը զանգել եմ Լյանին, ասում եմ Լյան, հիմա նայ նստում մարշրուտնի, դու արի կանգար 50 դրամ եկալ։ Արի կանգար, ասում եմ, որ հենց գա դուրը բացեմ 50 դրամը տամ իշտեմ։ Ամաչում եմ, ասում եմ 50 դրամ, ասես 50 դրամ մի անգամ ինձ տենց դեպք եղել է, դրամար էի ամաչում, մի անգամ տենց շալվարս փոխեցի, շուտ դուրս եկա, փորես մեջն էր մնացել, նստեցի մարշրուտի ճամփին եք ասում, ախպերս ասում եմ շալվարս մոռացա, գիտեմ, ասում եմ ջան ձեր նմաններին ճանաչում եմ, էլի։ Ու էդի անտա տաշկիս առաջ է գալի, ասում եմ 50 դրամ եմ արել, հեսա վերջի ասեցի Լյան, բան արա։ Արի կանգար ասում եմ, դե որ հասնելուն է զանգի, ասի չէ, հիմա արի, հանգարց երախուսս անասանելի չգիտեմ, զանգ չկա, վերջը։ Կանգնած եմ եկեմ մի հատ մեքենա եկավ կանգնեց, Աբովյան բանի գնով, երթուղայինի մարշրուտի գնով։ Հիմա նստել եմ, էսի անտատ գորմա էլ մարդ չկա, մենակ ես եմ, նստել եմ էսի մի 5 րոպե գորած ու քշեց։ Ախպերս ասում եմ մարդ կարող է չգալ, ասում եմ Աստված քեզ ուղարկել է իմ համար։ Ոնց ասում եմ դե սկսեցի պատմել, ասում եմ վեզե պահել, ասում եմ դե վերջը, ասում եմ հեսա գնանք ինձ էլ ընդ կանգնած 50 դրամ, ախպեր պետք չի ասում այդ 50 դրամը, այդ вообще փող պետք չի ասում, ասում եմ վերջը եկա կանգնա հիմա կանգնել եմ ու Լեանը սպասում որ մարշրուտով գամ, կանգնել եմ տաքսի, Լեանը ասում եմ, այս տաքսի մեծ եկել ասում եմ, ես էլ 100 դրամ եմ եկալ, ասում եմ այս մարշրուտին 50 դրամով է ձրի աբերում։ Սուրբ Հոգին մեզ ամեն բանի մեջ դաստիարակում է, շատ վկայություններ կա, որ գիտեք, երբ որ ներում ես, այդ խաղաղություն իրական գալիս է։ Երբ Տեր ասեց, թե չներեք ձեզ չի ներվի։ Սկսում է մեր մեջից բանանել։ Այդ անհանգստությունը որ գալիս է մեր մեջ, այդ Սուրբ Հոգին է անհանգստացնում հավատացյալներին։ Եթե անհանգիստ ես, ուրեմն մի բան կա, պետք է դրա մասին մտածես։ Սուրբ Հոգին մեր մեջ է ժողովուրդ։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Գանանք Սուրբ Հոգու համար։ Վարդուր մի բան իշացրի սիգարետից ազատվելու մոռացա ասեմ, լավ էսե պատմեմ, սա շատ հետաքրքիր բան է, էսի ուղղակի մտիցս գնացել էր։ Ես 3 ամիս սիգարետը ինձի տանջում էր անդադ։ Չէի կարող դրա մտքից ազատվեմ։ Այն մնացածը չէի հիշում ընդհանրապես։ Մտքից չէր գալիս։ Իսկ հետի որ ծխում էին դուր էր գալիս ինձի։ Իսկ այդպես հաճել էր ասում էի, բայց ասում էի չեմ ծխելու, որ չեմ ծխելու։ Ու գիշերներն էլ գիշերը քնած երազից ծխում էի, զարթնում էի, վախեցած ասում էի, այ լավ երազ էր, չեմ ծխի։ Ու մի օր այդպես աղոթում եմ, ասում եմ Տեր ջան, ախր այդ ամեն ինչից ինձ ազատեցիր։ Ես ռեգասն ինչ է։ Իբր թե Իսրայելացը մի բան չէ, էլի Իսրայելից էլ ազատում մի անգամ սպրծնեմ։ Ասեց դու դրանից կարաս ազատվես։ Ես քեզ տվել եմ այդ զորությունը։ Իսկ ինչից որ դու չէիր կարա, ես դրանից եմ քեզ ազատել։ Մտածում եմ, ոնց կարամ ես ախր իբր թե ազատվել եմ, բայց տեղից չի ազատում, տեղից հոտ ընկնում է դուրեկան է։ Մի օր գիշերը քնած էի, զարթնեցի, այն ժամանակ ապրում ենք ախպերս էլ էր մեր հետ ապրում։ Տուալետ գնալուց իր սիգարետի պաշկան գցած էր սեղանին։ Ինձի ձեն տվեց։ Իրական ձեն տվեց։ Սենց նայեցի, այնտեղ չդրեցի, գնացի հետ գալուց էլի ձեն տվեց։ Այդ դևն է, որ իր մեջ բնաղում է, որ բռնում է սենց։ Ու ես հասկացա, գիտեք, մինչև այդ հասկացել էի, որ սիգարետը չի մտածում, որ այդքան ես իմ ինքը ինչ է, բայց սիգարետը
ամենաուժեղ, ամենակեղտոտ կպչուն դևերից է շնության դևի հետ։ Այդ երկու դևը չգիտեմ, չեմ ուզում շատ մտնեմ այդտեղ, բայց երբ որ հետ գալուց է ձեն տվեց, ես չեմ մտածել այդ է, ես այդտեղ ընդհանրապես ոչ մի բան չեմ ձեռնարկել, Սուրբ Հոգիներ, ասեց մոտիկացա, վերցրեցի մի հատիկ, դրեցի սեղանին, միջև այդ իրիգունը բանեմ, բալկոնում կոֆե ենք խմում, աղբերս ծխեց, սիգարետի օդ տնկավ, ասեն են ծխել է, ասի բան անում, ինձի քաշում է, որ մոտիկացա, մի հատիկ մեջից հանեցի, սենց մատս դրեցի վրեն, ասեցի, ուրեմն Հիսուս Քրիստոսի անով, մյուս անգամ ինձ ձեն չտաս։ Դու իշխանություն չունես իմ վրա, բայց ես չեմ մտածել, Սուրբ Հոգին է լրիվ արեց, ես ընդհանրապես մտքով չէր ասնի, որ կարելի է սիգարետին հրամայել։ Գնացի քնեցի առավոտը զարթնեցի, մամաս կոֆե դրեց, աղբերը սիգարետը կպցրեց, ծուխանգավ քթիս, այնքան տհաճ էր, չեք պատկերացնի։ Ժամերի տարբերություններ ուղղակի։ Սուրբ Հոգին ամեն բան անում է, որ ինքն է անում։ Եթե մենք հանձնում ենք իրան, ինքը անում է։ Մենք ոչ ման չենք կարող անենք։ Ես ասում եմ, այդ պարագայում ես սկի չէի մտածել դրա մասին։ Մտքով չեն ասում, որ կարելի է սիգարետին հրամայել, բայց Սուրբ Հոգին անում է։